24 թվին շարունակում է աշխատանքը, տաղավարում այսօրին հյուրն է հայաքվե ազգային քաղաքացիական միավորման անդամ Մենուա Սողոմոնյանը։ Բարև ձեզ, պարոն Սողոմոնյան։ Բարև ձեզ, Հերմինչ։ Շնորհակալ եմ այսօրին կալվելու համար։ Շնորհակալ եմ, որ կանչել եք։ Ստիպված ենք Ալիևի հայտարարություններին անդրադառնալ, քանի որ մինչ Հայաստանում խոսվում է, որ արդեն խաղաղությունը եկել է, հաստատված է, Ալիևը շարունակում է հայտարարություններ անել, որոնք Հայաստանի հանդեպ տարածքային պահանջ է նշանակում։ Նա մասնավորապես նշել է, որ չկա Սևանա լիճ, կա Գոլչա եւ 20-րդ դարի սկզբին հին ռուսական կայսերական քարտեզների վրա հստակ երևում է, որ ժամանակակից Հայաստանի տարածքում գրեթե բոլոր տեղանունները ադրբեջանական ծագում ունեն, Սևանա լիճ չկա, կա Գոլչա լիճ եւ պնդել է, թե այդ քարտեզները իրենք չեն պատրաստել, դրանք պատրաստել է Ցարական Ռուսաստանը։ Այսօր Նիկոլ Փաշինյանն ասում է, այս ամենը պետք է սոցիալ-հոգեբանական տրամաբանության մեջ հասկանալ, քանի որ մենք 30 տարի հետանթադ պատերազմի մեջ ենք եղել, մենք չգիտենք ինչ բան է անկախություն եւ բացի այդ ասում էր, որ նա չի ասում Սևանա լիճ չկա, այլ ասում է, որ ռուսական քարտեզներում չկա Սևանա լիճ։ Ձեր մեկնաբանությունը։ Այսինքն կամաց կարծես բան ենք անում, մտցնում ենք մեր խոսույթի մեջ, չէ՞, քննարկենք, սկսենք քննարկել իսկապես Գյոյչա է եղել, Գյոյչա չէ եղել, երբ է Գյոյչա եղել, ինչի համար է Գյոյչա եղել։ Մեզ համար դա ի վերջո այդպես նշանակություն ունի, շատ խորը նշանակություն ունի մեզ համար այդ հարցը։ Ես եկեք մտածենք հետևյալ կերպ, ինչ էր եղել Ալիևին, որ մի տևական ժամանակ տարածքային նկրտումներ հանդես չէր բերում, մի տևական ժամանակ Իրավանի մասին չէր խոսում։ Ինչ էր եղել, որ մեր տարածքների, քաղաքների, գյուղերի վրա հավակնությունների մասին բարձրաձայն չէին խոսում։ Մի ահագին ժամանակ չէին խոսում։ Չէին խոսում, որովհետև մի կարևոր հանձնարարություն էին իջեցրել Փաշինյանին, քանդել եկեղեցին, կազմաքանդել եկեղեցին։ Եվ երկու շոու փորձեցին բեմադրել, այդ երկու բեմադրությամբ փորձեց ուժ ցույց տալ, որ ինքը կարողանալու է քանդել, խոսքը Հովանավանքում տեղի ունեցած պատարագի շոուների մասին էր։ Եվ պարզ դարձավ, որ հանրային աջակցություն չի ստանում այդ արկածախնդրությունը, եկեղեցին քանդելու օրակարգը հանրային աջակցություն չի ստանում, եւ այդ աջակցություն չստանալը ոչ միայն արտահայտվեց դրանով, որ ենթադրաբար վարչական ռեսուրսով այնտեղ եկած մարդկանցից զատ շատ քիչ մարդիկ էին այնտեղ ներկա, բացի այդ էլ նաև սոցիոլոգիական հարցումները եւս որպես այդ մասին դեռ հանրային կարծիքի ուսումնասիրության գործիք ցույց են տալիս, որ այդ օրակարգը ընդհանրապես հանրության մոտ ընդունելություն չի գտնում եւ ոչ ոք համաձայն չէ նրա հետ ինչ որ կատարվում է եկեղեցում։ Հետևաբար մենք տեսնում ենք, որ այնինչ կատարվում է եկեղեցու դեմ, հանրային ոչ մի պահանջ դրա հետ կապված ձևակերպված չէ։ Դա պարզապես եւ հանձնարարություն է դրսից կազմաքանդել հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցին եւ միևնույն ժամանակ Փաշինյանի համար մենք այս մասին ըստ աղավարում եւս մի անգամ էլ ենք խոսել, քաղաքական կոնֆլիկտ է, մարդկանց նոր հրեշ, նոր դեմոն մարդկանց առջև դնելու եւ հաղթելու եւ դրա միջոցով էլեկտորատ բերելու։ Բայց եկեք մի պահ հիշենք այս ամեն ինչը երբանից սրվեց։ Եկեղեցու դեմ արշավը երբանից սրվեց։ Կոնկրետ ժամանակաշրջանը ես հիշեցնեմ, այս մայիս ամսվա 28-29-ն էր, երբ որ մայիսի 26-ից 28-ը ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II-ը Շվեյցարիայում մասնակցում էր մի համաժողովի, որտեղ քննարկվում էր Արցախի պատմական մշակութային հուշարձանների հարցը եւ համաժողովի մասնակիցների ոնց որ արչավ այդ խնդրանք ձևակերպումն էր դրված նպաստելու անելու ամեն ինչ, որպեսզի եւ մշակութային հուշարձանները կրոնական մեր պաշտամունքային վայրերը պահպանվեն եւ նաեւ դրա հետ առնչվում էր արցախցիների արժանապատիվ վերադարձի թեման եւ այդտեղից սրվեց, այդտեղ վերցրեց ըստ էության իր վրա այդ հանձնառությունը, որ Արցախի հարցը բարձրացնող այդ մեր կարևոր ազգային ինստիտուտի դիմադրությունը եւ առհասարակ այդ ինստիտուտը կոչնչացնի, կկոտրի եւ դրանով էր պայմանավորված, որ այս ամառվա ընթացքում մենք Ալիևի կողմից այդպես հոխորտանքներ կարծես թե շատ քիչ էինք լսում։ Ու այս փուլը նախորդ կիրակի օրվա տապալված ներողություն եմ խնդրում պատարագ շոուի տապալումը երևի Ալիևի մոտ նորից արթնացրեց այդ գայթակղությունը
նորից բացահայտ ցույց դնելու տարածքային նկրտումները Հայաստանի Հանրապետության նկատմամբ։ Իդեպ ադրբեջանցիների այստեղ գալու մասին էլ է խոսել Ալիևը։ Այսինքն այդ թեման եւս անընդհատ նա թարմ է պահում։ Եթե խաղաղություն է հաստատվել, եթե այն ամենը ինչի մասին խոսում է իշխանությունը իրապես այդպես է, ապա ինչ բացատրություն ունի Ալիևի այս հայտարարությունները։ Խաղաղությունը գոյություն ունի միայն Փաշինյանի ձևակերպումների մեջ։ Եվ մեր հայրենակիցների մի մասն էլ ուզում է խաղաղություն, բոլորն են ուզում խաղաղություն։ Պարզապես մեր հայրենակիցների մի մասը համաձայն է այն խաղաղությանը, որը ոչ թե իրական հիմքերի վրա է, այլ պարզապես ցանկալին իրականության տեղ ընդունելով ենք մենք այդ խաղաղությանը գնում։ Բայց մեծ մասը մեր հայրենակիցների հասկանում են, որ սա խաղաղություն չէ, այս վիճակը խաղաղություն չէ։ Այս վիճակը հրադադար է, զինադադար է, ճակատամարտերի միջև ընկած ինչ-որ մի վիճակ է եւ խաղաղության հնարավոր է հասնել, իսկապես խաղաղության հնարավոր է հասնել, երբ որ Ադրբեջանում հասարակական գիտակցության մեջ, մարդկանց ուղեղների մեջ տրանսֆորմացիաներ տեղի կունենան, որ դադարեն մեզ ընկալել որպես թշնամի։ Դա մեկ եւ երկրորդ, որ մեր միջև գոյություն ունեցող ֆունդամենտալ խնդրին որոշակի արդարացի լուծում տրվի։ Սա ինչ վերաբերում է խաղաղությանը, իսկ ինչ վերաբերում է նկրտումներին, որ նրանք արտահայտում են, ադրբեջանցիները Ալիև այդ թվում իրենց նկրտումների, իրենց խոսքի մեջ բավական լուրջ են տրամադրված։ Եկեք մենք այսօր չվերաբերվենք այդ հայտարարությանը, Գյոյչայի վերաբերյալ հայտարարությանը, Սևանա լիճը իրենց անունով կոչելու, չվերաբերվենք որպես զուտ ներքին սպառման ադրբեջանական հասարակության համար։ Այստեղ է ներկայացում իշխանության կողմից, որ դա ներքին լսարանի համար է արվում։ Այստեղ մենք գիտենք շատ դեպքեր, որ հենց ներքին լսարանին ուղված խոսակցությունը բերվել է եւ իրականացվել է եւ այն ամեն ինչ որ տեղի է ունեցել են ադրբեջանական հաղթանակների եւ մեր պարտությունների շարքը, այդ ամեն ինչը նախապես հանրային լսարան ներքին հանրային տիրույթում որոշակի այդպես մեդիա մշակում անցնելուց հետո է արվել, իր հասարակությանը ինքը անդադ մոբիլիզացնելու խնդիր ունի։ Իսկ ինչ վերաբերում է Սևանի թեմային, ես ցավով եմ ասում, բայց ես գրեթե համոզված եմ, որ շուտով մենք process-ներ ենք որոշակիորեն տեսնելու, վիճարկելու հենց Սևանի հանգամանքներ վիճարկելու ջրային ռեսուրսների, որովհետև Ադրբեջանը այսօր ջրային ռեսուրսների խնդիր ունի, ջրային ռեսուրսների հետ կապված ճգնաժամային վիճակ է։ Դուք պատկերացրեք Արցախի նվաճումից հետո համաձայն մեր ուրեմն մասնագետ գործընկերների վերհանած տվյալների Արցախի ջրային պաշարները ներկայիս Ադրբեջանի այսօրվա իրականության իմաստով ջրային պաշարների, խմելու ջրի պաշարների 25%-ն են ապահովում։ Այդքանով հանդերձել Ադրբեջանի մեկ բնակչին բաժին ընկնող ջրի քանակը 850-860 խորանարդ մետր է հանդիսանում։ Ի տարբերություն Հայաստանի ջրային պաշարները եռապատիկ ավելին են, մեկ շնչին բաժին ընկնող, հա։ Մենք հենց տեսանք եւ քանի որ ջուրը այսօր շատ ավելի կարևոր նշանակություն է սկսում ձեռք բերել, քան նավթը, ջուրը այսօր դառնում է աշխարհաքաղաքական ուրեմն գործոն, աշխարհաքաղաքական մրցակցության գործոն է դառնում եւ հետագայի կոնֆլիկտները գնալով ավելի ակնառու է դառնում, որ ջրի համար են լինելու։ Եվ ադրբեջանցիները շատ մանրակրկիտ, մանրամասն պատրաստվում են այդ ամեն ինչին։ Անցած տարի COP29 գագաթաժողովը, որ տեղի ունեցավ Բաքվում, այդտեղ եւս այդ հարցը դրվել էր, շոշափվել էր։ Պես որ եւ միջազգային լսարանին են տրամադրում, եւ իրենց ներքին լսարանին են տրամադրում, այո, ադրբեջանական բռնապետական համակարգը այնպիսին է, նախ որ ինքը իրեն պետք է անընդհատ կոնֆլիկտ է պետք։ Դեպ Սևանի մասին իրենք միշտ են խոսել, դեռ տարիներ առաջ։ Շատ վաղուց խոսում էին, որ գալու են Սևան, Լողանան եւ այլն, ես հիշում դեռ երեխայի այդ խոսակցությունները կային իրենց կողմից։ Հիմա այսինքն կոնկրետ ծրագրեր կան մշակված, այո, որովհետեւ հատուկ է թեման դարձել։ Սևանի ջուրը, գիտեք, հիմա տեսեք 12000 կիլոմետր քառակուսի տարածքը Արցախի հանրապետության տարածք իրենք օկուպացրել են, 5 տարի է օկուպացրել են եւ իրենց մոտ այնտեղ բնակեցում չի ստացվում։ Իրենք չեն կարողանում բնակեցնել։
Բայց պաստորն ուզում են Սյունիք գան եւ այստեղ բնակեցնեն։ Բայց եւ իրենց հասարակությունն էլ չէ, իրենց հարց է տալիս։ Լավ, բա որ վերցրեցինք հետո կամ նոր տարածքներ վերցրելուց հետո եթե չենք կարողանում բնակեցնենք, ինչ է լինելու։ Այս նվաճողական գործունեության լեգիտիմություն ապահովելու համար, ապահովելու միջոցներից մեկն է ջուրն է լինելու։ Ջրի խնդիրը իսկապես Ադրբեջանում կա, շատ սուր խնդիր է եւ հենց մեդիա քաղաքականությունը գնում է նրան, քարոզչությունը գնում է նրան, որ տեսեք մեր հայրենիքի ջրերը գտնվում են հայկական օկուպացիայի ներքո եւ մենք պետք է գնանք եւ այդ մեր աղբյուրները ազատագրենք։ Այս տրամաբանության մեջ են։ Այսինքն ըստ էության Ալիևը կաշկանդված չէ այս խաղաղության օրակարգով եւ մի կողմից կարող է ասել, որ խաղաղություն է կնքվում, նախաստորագրվում եւ այլն, մյուս կողմից էլ շարունակի նման հայտարարություններ եւ ամեն անգամ ստրեսի ենթարկի հասարակությանը։ Չէ՞ որ մենք տեսնում ենք, որ անընդհատ պահանջներ է դրվում, անընդհատ նախապայմաններ է դրվում։ Մեկը մյուսից ծանր, մեկը մյուսից անընդունելի նախապայմաններ է դնում եւ այդ նախապայմաններով խաղացնում են, չէ՞, մեր քթից բռնած այսպես խաղացնում են։ Մինչև սահմանադրության մեջ փոփոխություն չկատարեք, խաղաղություն չի լինի։ Հետո կասեն, մինչև բանակը ընդհանրապես չվերացնեք, խաղաղություն չի լինի։ Հետո կասեն, մինչև ձեր պետության անունը չփոխեք, խաղաղություն չի լինի։ Եվ այսպես շարունակ։ Հասկանալի է, չէ՞, որ իրենց խաղաղություն պետք չի։ Հասկանալի է, չէ՞, որ տրամաբանությամբ, որ այսպես որ առաջնորդվելու լինենք, դեռ նոյեմբերի 9-ից հետո այդպես պարելով պետք է գային ինչ-որ խաղաղության համաձայնագիր կնքեին, այդ կոնֆլիկտը ավարտեին ու ասեին, եկեք դե բարեկամություն անենք ադրբեջանական կողմից որպես հաղթող։ Այդ պետք է սպասենք, չէ՞ որ մենք օրինակ Արցախյան առաջի պատերազմից հետո որպես հաղթող մենք ենք, չէ՞, միշտ առաջի քայլը անում, եկեք համագործակցենք, եկեք ինչ-որ փաստաթուղթ ստորագրենք եւ այլն։ Ադրբեջանի պարագայում մենք դա չենք տեսնում։ Խոսեցիք եկեղեցու մասին, ասացիք, որ առանձնապես աջակցություն չունի Փաշինյանը, բայց հիմա արդեն Թալինն է օրակարգը եւ հիմա որոշվել է, որ արդեն Թալինն է գնալու եւ հաջորդ արարողությունը Թալինում է իրականացվելու Տեր Թադենով կարգալույց լինելու մասով այսօր հանձնախումբը կարգապահական հանձնախումբը պետք է որոշում կայացնի նրան կարգալույցանի թե ոչ, ամեն դեպքում ինքը պետք է անցկացնի։ Ինչ աջակցություն Թալինում կլինի, որովհետև ասում են, որ քաղաքացիական համայնք է, քաղաք է ամեն դեպքում Թալինը եւ հնարավոր է ավելի մեծ աջակցություն մարդկանց կարողանան ներգրավել մասնակցություն մարդկանց։ Այս պահին ձեռնպահ կմնամ աջակցության չափի վերաբերյալ քանակական տվյալներ կանխատեսելուց, թող ենթադրենք 500 մարդ ավել գնա այդտեղ, դրանից ինչն է փոխվելու ընդհանրապես։ Նու հասկանալի է, որ այդ անձնավորությունը դեռևս ինքը կարգալույց չէ եւ ասենք Տեր Թադեն իմ ունեցած հավաստի տեղեկություններով Ստեփան Ասատրյան, հա, կարգալույց եղած Տեր Արամի ընկերն է եւ նույն այս խաղի մեջ է մտել։ Թող եւս 1, 2, 3 քահանա էլ մեր ամբողջ քահանայից դասի մեսից։ Նաեւ Տեր Տարոնը նաեւ։ Դա մեծ հաշվով ինչ է փոխելու։ Մեծ բռնության միջոցով հնարավոր չէ։ Բռնության միջոցով հնարավոր չէ ժողովրդին թելադրել օրակարգ։ Ժողովուրդը չի կարող ընդունել դա։ Անկամ եթե բոլոր եպիսկոպոսներին ձերբակալեն, կալանավորեն, կաթողիկոսին ազատազրկեն, դրանից չի փոխվելու, բանտը կդառնա վեհարան, բանտը կդառնա առաջնորդանիստ մարդկանց մոտ։ Ի վերջո այստեղ մենք գործ ունենք մարդկանց սրտի հետ, մարդկանց մտքի հետ, մարդկանց զգացողությունների հետ, մարդկանց ինքնության հետ գոյություն ունենք։ Էդ էլ հո բան չի, էլի, այդպես ինչ որ աշխատավարձի թեմա չի, կամ պաշտոնի թեմա չի, որ մի երկու բան ասենք ու այդպես բռնենք ինչ որ մի փաստաթուղթ ստորագրենք, ինչ որ մի հրաման տանք կամ օրենք փոխենք ու ինչ որ իրականություն ստեղծենք։ Չէ, սա պրավալի ենթակա, տապալման ենթակա օրակարգ է, չի հաջողվելու բնականաբար, չի հաջողվելու եւ
առիթը Որ օգտագործելով առումով ասեմ, նկատի ունեք չի հաջողվելու, որ հասարակական աջակցություն չի լինի, բայց եթե հասարակական չլինի, ինչպես դուք եք նշում, կկալանավորի, հետո արդեն սրբազաններին կանցնեն, որովհետև արդեն իսկ մի քանի սրբազանի մասին խոսվում է, այդ թվում նաև Նաթան սրբազանի մասով, Հովան սրբազանի մասով, այսինքն եթե բոլորիսը նաև կարող են Արշակ կալանավորել։ սրբազանի հետ կապված խոսակցություններ կան, հիմա եթե ինչ-որ գործընթացներ ամեն դեպքում ծավալվեն, հեռացվեն մի մասը կալանավորվեն, մի մասը հեռացվեն տարբեր պատճառաբանություններով, չի գլխատվում եկեղեցին։ Հեմինե ջան, թող ենթադրենք բոլոր քահանաներին կալանավորեն, ազատազրկեն, բոլորին, սարկավագներին էլ, դպիրներին էլ, անգամ դռնապաններին էլ, ինչ որ նոր մարդիկ բերեն այնտեղ։ Ինչ մարդիկ ժողովուրդը գնալու է բոլոր եկեղեցիներում, դու պատկերացրեք էլի Երևան քաղաքի բոլոր եկեղեցիներում, Վանաձոր քաղաքի, Գյումրիի բոլոր եկեղեցիներում մարդիկ գնալու են պատարակների են մասնակցելու, գնալու են մատաղեն, աղեն օրնել տալու, գնալու են, չգիտեմ, մկրտություն են անելու, այդպիսի բաներ է լինելու։ Եթե բոլոր ընդդիմադիրներին բանտը մտցնի, եթե բոլոր լրատվամիջոցները փակի, ինչ ֆունդամենտալ խնդիրը ավտորիտարիզմի, որը որ գնում է դեպի բռնապետության, այդ ֆունդամենտալ խնդիրը լուծվելու է, ժողովուրդ հասնելու դե լավ, եթե ինքը հաղթում է, իր արժեվ դրված խնդիրը կլուծի։ Եկեղեցու հետ կապված։ Չէ, դա ես չեմ համարում լուծում։ Դա խնդրի լուծում չի։ Իսկ ո՞րն է հիմնական լուծումը համար։ Լուծումը այն է, երբ որ մարդկանց գիտակցության մեջ ստանում ես համաձայնություն եւ լեգիտիմություն։ Քո գործողությունը, երբ որ մարդկանց գիտակցության մեջ ստանում է համաձայնություն եւ լեգիտիմություն։ Իսկ ինքը վաղուց ոչ լեգիտիմ է։ Ինքը խաբել է ժողովրդին եւ ժողովուրդը դա տեսնում է։ Եվ դրա համար ինչ էլ ուզում է անի, կարող է բռնություն ցույց տա, բայց բռնության շնչից, ինչպես որ հայտնի պոեմի մեջ է ասում, սիրո ծաղիկը արդեն թառամել է եւ տեղ աճել է ատելության կաղնին։ Եվ նա այլևս չի կարող այդ ատելության կաղնին շատ խոր արմատներ է գցել։ Իր շրջապատն էլ, մերձավոր շրջապատն էլ, իր падգամավորներն էլ դա պետք է հասկանան, որ շարունակելով բռնությունը այդ կաղնու արմատները ավելի են շատանալու, կաղնին ավելի հաստաբուն է լինելու։ Սա ոչ մի լավ տեղ չտանող օրակարգ է եւ քայլերի հաջորդականություն է։ Կարծում եք Փաշինյանի համար անսպասելի էր, որ մարդկանց թիվը այդքան մեծ չէր, որովհետև ինքը մտնում է ուղիղ եթեր եւ ասում է, որ ինքը մասնակցելու եւ իրեն թվում է, որ 18 թվականի, 2019 թվականի նման մեծ մարդկանց թիվ պետք է գնա նրա կողք կանգնի, բայց նա տեսնում է, որ հիմնականում իր թիմակիցներն են եւ մի քանի բերված մարդիկ, միգուցե մի քանի հոգի էլ իսկապես այդ օրակարգը առաջ տանող մարդիկ, բայց շատ քիչ են նրանք։ Գիտեք ինչու է այդպես, որովհետեւ սրբապղծության վիճակն է շատ։ Աղտեղության այդ քայլերի մեջ աղտեղության, սրբապղծության մակարդակն է շատ բարձր։ Որ առումով, որ կարգալուց եղած քահանան է անցկացնում։ Այո, որովհետև մարդիկ գուցե կարող է, օրինակ, շատ հավատացյալներ կամ ոչ հավատացյալներ անգամ, կարող է գուցե իրականում Գարեգին երկրորդին այդքան չընդունեն կամ թեմի եպիսկոպոսին կամ այլ եպիսկոպոսների կամ քահանաների այդքան չընդունեն կամ ինչ որտեղ առաջնորդվեն լսածներով, ասեկոսեներով եւ այլն, բայց այն ինչ որ կատարվում է, մարդիկ հասկանում են, որ դա ոչ լեգիտիմ արարք է, այն ինչ որ կատարվում է։ Ոչ լեգիտիմ, մարդիկ հասկանում են, չէ՞ որ գաղտնալսում է տեղի ունենում։ Մարդիկ հասկանում են, չէ՞ որ այս օրակարգին օգնելով վաղը իրենց սանհանգույցում են կամերաներ դնելու եւ մարդիկ վախենում են անգամ, որ չխայտարակվեն ամենաբնական բաները անելու ժամանակ։ Չէ, իսկապես եմ ես ասում, շատ նկատի ունեք իր թիմակիցներից։ Եվ իր թիմակիցներից, եւ ընդհանուր առմամբ։ Դե սովորական քաղաքացուն ինչու պետք է հետապնդեն սանհանգույցում տեսախցիկներ։ Ցանկացած մարդ էլ իր համար ինչ որ մի պահ վտանգ է չէ ներկայացնելու։ Հասարակական կյանքի գործունեության տրամաբանությունը ինչու՞մն է կայանում։ Նրանում, որ միշտ կոնֆլիկտ լինում է, չի լինում, ինչ որ բացարձակ վիճակներ երբեք չի լինում։ Պարույրը միշտ գնում է։ Եկեք հիշենք խորհրդային միության ստեղծման ժամանակները։ Նա սկզբում մրցակից կուսակցություններին, չէ, SR-ներին հանեցին, կադետներին հանեցին, մյուս մնացած բոլորին, մենշևիկներին վերացրեցին, մնացին բոլշևիկներով։ Հետո կոնֆլիկտը տեղափոխվեց այդ բոլշևիկյան բանի ներսը, չէ, բոլշևիկյան կլանի ներսը։ Ստալին, Տրոցկի, Բուխարին այդ պայքարներ գնում եւ այդպես շարունակ։ Ինքը կոնֆլիկտը միշտ բնորոշ է։
Բայց կարևոր հաշտ են այս մտքի հետ։ Առանձնապես չենք տեսնում, որ ընդդիմանան, չմասնակցեն։ Եթե մեկ պատարագին չեն մասնակցում, մյուսին այսպես կոչված պատարագին մասնակցում։ Դուք հետևել եք, բոլոր падգամավորները մասնակցում էին։ Դե մյուսին միգուցե մասնակցեն։ Падգամավորները, բոլոր մարզպետերը, այդ падգամավորների օգնականները, չգիտեմ, փոխմարզպետերը, վարչության պետերը, նախարարությունների աշխատակիցները, ով տեղական ինքնակառավարման չէ, որովհետև մարդիկ հետո հետ են գնում ու իրենց հարազատները, իրենց բարեկամները, իրենց հարևանները, իրենց գործընկերները, էլ իրենց մարդատեղ չեն դնում։ Այդպիսի մարդկանց էլ իրենց մարդատեղ չեն դնում։ Մարդիկ զգում են, որ իրենք չեն հարգվում։ Մեր շենքում падգամավորներ կան։ Ճիշտ է, ես էլ շատ քիչ եմ լինում շենքում գործի բերումով, բայց համ էլ շենքի բնակիչներից լսում եմ, այդ մարդիկ տենց ուղղակի տենց անցնում են, էլի, որ գալիս են կանգնում են, արագ ուզում են մտնեն տուն, որ ոչ մեկի երեսին չնայեն, ոչ մեկի դեմքը չտեսնեն։ Մարդիկ հասկանում են, որ սա անարգված վիճակ է եւ անարգված օրակարգ է։ Իսկ մարդը միշտ չի ուզում անարգված լինել։ Դրա համար չի հաջողվի։ Էմինե ջան, թեկուզ բռնություն էլ անի, այստեղ հարցը նրանում չի, ով կտուժի դրանից։ Սա ոչ միտեղ չտանող բան է։ Առասարակ բոլորին հետևելու, ունենալ կոմպրոմատներ նրանց վրա, ինչպես է Փաշինյանին հաջողվում։ Այսինքն ազգային անվտանգության ծառայությունը կամ որ կառույցն է, որ աջակցում է Փաշինյանին եւ տալիս է բոլորի մասին տեղեկություններ եւ առանց դատանի որոշման պետությունը բռնազավթված է, փաստորեն այո։ Ինչու պետք է պետությունը գաղտնալսում անի համապատասխան մարմինը։ Ես բան չտամ էլի, այսպես ասած վերձիկ չտամ, բայց այդ տեսանյութը, որ հայտնվել է, ով է, մասնավոր մարդն է տարել այդ տեսանյութը դրել։ Մարդու անձնական կյանքի մեջ մտնելու հետ կապված ով ունի այդ հնարավորությունը եւ ով ունի դրա իրավունքը։ Եթե մարդու գործունեությունը վերաբերեր ինչ-որ ոլորտի, որը առնչվում է ազգային անվտանգության հիմնահարցերի հետ, միգուցե այո։ Եթե ես, չգիտեմ, ասենք ինչ-որ պարբերաբար հանդիպեմ այլ պետությունների, ասենք քաղաքացիների հետ դրսում կամ ներսում ինչ-որ կասկածելի գործարքների մեջ լինեմ, այո, բնականաբար շատ աննորմալ էլ կլինի, որ համապատասխան ծառայությունները չհետևեն ինձ ու բան չանեն, թեկուզ հարկ եղածին չափ համապատասխան դատական որոշմամբ չգաղտնալսեն, բայց իրավունք, որ գան իմ սանհանգույցում գաղտնալսում կատարեն, սա նշանակում է, որ պարզապես պետությունը, իրավապահ համակարգը բռնազավթված է քաղաքական իշխանության կողմից եւ օգտագործվում է։ Ես շատ ցավով եմ սա ասում։ Շատ ցավով եմ ասում, որովհետեւ ես գիտեմ, որ մեր իրավապահ համակարգում մարդիկ կան, ովքեր տասնամյակների վաստակ ունեն այդ համակարգերը կայացնելու առումով, իրավականությունը, արդարադատությունը Հայաստանում ապահովելու առումով։ Եվ այս մարդիկ ցավոք սրտի իրենց ազդեցությունը այսօր փոքր է եւ կամ նրանց մի մասը դուրս են եկել, վաղուց դիմում են գրել, դուրս են եկել։ Մի մասն էլ ինչ-ինչ պատճառներով, ինձ համար դեռևս անհասկանալի պատճառներով չեմ կարողանում հասկանալ, թե ինչպես իրենց մեջ այդ խոսակցությունները չի գնում, ինչպես այդ բողոքը, այդ զայրույթը չի լինում։ Չնայած համասում եմ չեմ հասկանում, ամեն մեկ էլ ասում եմ հասկանում եմ, որովհետև ի վերջո ես էլ օրինակ ասենք համալսարանից եմ դուրս եկել ու տարակուսանքով եմ նայում, էլի, ինչի չեն քննարկում, ինչի մի հատ հայտարարություն չի լինում, մի բան չի լինում։ Ես հիշում եմ ժամանակին այդպիսի հայտարարություններ են անում, ընդդիմադիր կեցվածք են դրսևորում։ Բայց բոլորն են ազատվելու, հենց այդ է, ճիշտ եք ասում, հենց այո, վախենում են մարդիկ։ Բայց ինչ որ կերպ այդ կոմունիկացիան չի գնում, այնպես որ բոլորով եկեք մի հատ բողոքենք։ Ժամանակին այն շատ ավելի գիտական խորհուրդը, շատ ավելի զգայուն էր համալսարանի գիտական խորհուրդը տարբեր իրադարձությունների առնչությամբ շատ զգայուն էր եւ շատ արձագանքներ էր տալիս։ Հիմա այս հայտարարությունը ինչ որ կատարվում է եւ լռությունը ինձ համար մի քիչ այդպես տարակուսելի է։ Գուցե տարակուսելի է, գուցե անհասկանալի է, համենայն դեպս իրավիճակը այդ է։ Իսկ այդ տեսանյութերը, որ տարածում են, նպատակը ո՞րն է, վարկաբեկել հոգեվորականներին, վստահությունը մարդկանց, վերաբերմունքը փոխել նրանց հանդեպ, արդարացնել եկեղեցու դեմ գործողությունները կամ կաթողիկոսին հեռացնելու գործողությունները, բացատրությունը ո՞րն է դրա։ Բոլորը միաժամանակ, այդպես, բոլորը միաժամանակ, որովհետև եթե ապօրինի ինչ-որ գործողություն է կատարվում, կրոնական ազատությունն է ոտնահարվում, եւ ցավոք սրտի դրսից մենք
adekvat արձագանք չենք ստանում մեր գործընկեր պետություններից, միջազգային կազմակերպություններից adekvat արձագանք չենք ստանում այս կապակցությամբ, պայմանավորված իրենց շահերով, ապա հասարակության ներսում այս ոչ լեգիտիմ իրավական տեսանկյունից գործողությունները իրենք բարոյական հարթակում լեգիտիմացնելու խնդիր ունեն։ Շատ մոլորեցնող հնարներ գոյություն ունեն, որ ցանկացած հակառակորդի, որ կարելի է թիրախավորել, անգամ իր նկատմամբ անել ամեն ինչ, որը որ իրավունքը դու չունես անելու, բայց նրա 10 տարի առաջ ինչ որ մի մեղք է գործել, կամ չգիտեմ, անձնական կյանքում ինչ որ մի հատ բիծ է եղել, կամ նրա ընտանիքի անդամներից մեկը, նրա ծնողը, նրա կինը, նրա երեխաների հետ կապված փչացնելու process է, այսպես տանում, որ հանրությունը չպաշտպանի։ Դե մարդը սովորական քաղաքացին, եթե ասում է բողոքից ձայնը բարձրացնեմ, ասում է բայց ում համար բարձրացնեմ, բայց մարդիկ իսկապես այսպես են ապրում, այսպես աղտեղի կյանքով են ապրում։ Այսպիսի խնդիր է լուծում։ Հիմա ասում է Փաշինյանը, որ ինքը եկեղեցին ուզում է մաքրել, ԿՊ-ի թիմը եւս պատգամավորներ կլինեն, նախարարներ կլինեն, մարզպետներ, եւս ասում են, որ եկեղեցին մաքրում ենք, ժողովրդին ենք վերադարձում, դա ժողովրդի պահանջն է։ Իդեպ ինչպես են ժողովրդի պահանջը չափել, չգիտեմ, բայց սարսափելի պատկեր է այն մարդկանց մոտ, ովքեր որ սարկավակ որպես բարձրանում են խորան, պարզվեց, որ մեկը սեռական բնույթի խոսք ունի, հայհոյանքներ է հնչեցնում Facebook-յան հարթակում, կոմենտներ է գրում, ինչ որ հայտարարություններ է անում, մյուս ատամնաբուժ է, ով կառավարության դիմաց մշտապես գնում է եւ բողոքում է։ Ցավոք սրտի կարծես թե ճանաչում եմ այդ ատամնաբուժին։ Կարծես թե ճանաչում եմ, անմիջապես չեմ ճանաչում, միջնորդավորված ձևով եմ ճանաչում։ Անդիմադիր կեցվածք է ունեցել եւ հիմա փաստացի, այո, Փաշինյանին է աջակցում։ Այս հավաքված մարդկանց մասին ինչ կասեք, մյուս նաև մարդիկ, ովքեր չեն բարձրանում խորան, բայց աջակցում են Փաշինյանին, մենք տեսնում ենք նրանց հայտարարությունները, նրանց պահվածքը։ Բայց մարդկանցով է մաքրում եկեղեցին։ Դե ինձ թվում է ձեր հարցը հենց ասեց ամեն ինչ, որ նորմալ մարդը իրեն թույլ կտար գնալու եւ օրենքի խախտման եւ բարոյական նորմերի խախտման։ Այդ մարդիկ, ովքեր որ մտել են այդ խաղի մեջ, այդ ներկայացման մեջ, իրենք հանցակից են։ Ձեր նշած մարդիկ, բացի նրանից, որ ձեր նշած մարդիկ եւ մասնավորապես այն մեկը, որը որ ամենալկտի հայհոյանքներն է գրում, կամ այն մյուսը, որ մեր կանանց նկարները, կիսամերկ կանանց նկարներ է դնում իր։ Եվ նա հոգեվորականի հագուստ է հագնում եւ բարձրանում է խորան, մասնակցում այսպես կոչված այս պատահարին։ Ես էլ եմ 2 անգամ թե 3 անգամ ես էլ եմ պատիվ ունեցել խորան բարձրանալու, սարկավագելու, ես ինքս մեղավոր մարդ եմ եւ ընդհանրապես միշտ Աստծուց խնդրում եմ, որ նման առիթներում դա ինձ համար մեծ պատիվ է, բայց թող Աստված ինձ արժանավոր դարձնի այդ պատվին արժանանալու համար։ Մարդը դեպի Աստված գնալու ճանապարհին պետք է անընդհատ ինքը իր հետ խոսի, անընդհատ փորձի իրեն մաքրել, անընդհատ փորձի ապաշխարել, քավել իր մեղքերը, որովհետև մարդը մեղավոր է, մեղքեր է գործում։ Հասկանում եք, թե ինչ բան է խորանը, խորան բարձրանալը, պատարագի մասնակցելը։ Բայց եթե մարդը հանրային ձևով այդպիսի կեղտոտ կյանք է վարում, կեղտոտ բաներ է անում, այդ մարդը շատ ծանր վիճակում է, նշանակում է գտնվում եւ դրա համար եմ ասում, որ մի նորմալ մարդը իրեն թույլ կտար մտնելու այս process-ի մեջ, որտեղ եւ հանցանք կա։ Նրանք հանցակից են եւ իդեպ հայակվեն էլ մի շաբաթ առաջ, մի քանի օր առաջ հանցանքի մասին հաղորդում ենք ներկայացրել։ Այո, դատախազություն հաղորդում ենք ներկայացրել կրոնական կազմակերպության իրավունքների ոտնահարման հետ կապված։ Բայց ինչ ակնկալիք ունեք, եթե Արդարադատության նախարարն է աջակցում այս հարցում, ինքը եւս ներկա է, այսինքն ինչ է լինելու այս դեպքում։ Գիտեք, զսպաշապիկները չեն խանգարել։ Մի բան է, երբ որ ընդհանրապես ոչինչ տեղի չի ունենում, ասում ենք դե միևնույնն է, ոչինչ բան չի փոխվում։ Բայց մի բան է, որ սևով սպիտակին գրված թուղթը մտնում է դատախազության համակարգ։ Հիմա դուք պատկերացրեք, այնտեղ բազմաթիվ աշխատողներ կան։ Ում է մակագրվում։ Մակագրվում է X-ին։ X-ը գալիս է ասում է ես չեմ մտնի սրա տակ։ Մակագրվում է Y-ին։ Y-ը գալիս է ասում է ես չեմ մտնի սրա տակ։ Այսինքն
եթե այդ x-ը մտներ, պետք է ընթացք տար եւ պետք է գործ հարուցեր։ Հա? Ի վերջո կամ գործը չի հարուցվում, բայց այդ չհարուցելու արդյունքում մի այսպիսի բան է տեղի ունենում, հա? Նախ այդ ցեցը պետական համակարգի մեջ է մտնում։ Եվ դրանով թուլանում է Նիկոլ Փաշինյանի հենարանը։ Սա շատ կարևոր է։ Եվ երկրորդ այն մարդիկ, ովքեր որ օրենքով սահմանված իրենց գործառույթները չեն իրականացում, իրենք գիտեն, որ դրա համար պատասխանատվության են ենթարկվելու։ Եվ դա ընդհանուր առմամբ իրավական համակարգի համար որոշակի զսպաշապիկի նշանակություն ունենում է։ Եվ Փաշինյանն էլ ինքը զգում է, որ իր հակաօրինական, հակաիրավական քայլերին պետական մարմինների աջակցություն չի լինում։ Մենք միշտ այսպես բացարձականացված ենք նայում, շատ սխալ է այդպես նայելը։ Ասենք ոստիկանությանը անպատվել է ամբողջությամբ, բոլոր ոստիկաններին անպատվել է, հա։ Ես սխալ եմ համարում, դա իհարկե ցանկալի կլիներ, որ բոլոր մարմինները իրենց բարձրության վրա լինեին եւ այսօր Փաշինյանը շուտվանից պետք է որ ազատազրկված լիներ։ Դեմ չխոսեց, չասաց, որ չեմ մասնակցելու, իմ համար անընդունելի է դա, որևէ մեկը չհամարձակվեց։ Նկատի ունեմ գերատեսչությունների ղեկավարները։ Դե ինչ որակի մարդկանցով է այդ գերատեսչությունները ղեկավարում։ Ասենք Գևորգ Պապոյանի կերպարից ակնկալելի է, որ ինքը Փաշինյանին դեմ գնա։ Վահագն Ալեքսանյանի կերպարից կառույցից հնարավոր էր, որ լինեին անձինք, ովքեր ասեին, որ հակասահմանադրական քայլ է սա, բայց մենք չտեսանք դա։ Համաձայն եմ, չտեսանք ըստ էության կախված քաղաքական կոնյունկտուրայից։ Դա մեր հասարակության արատներից մեկն է, այո, խիզախման բացակայությունը, որ բայց միևնույն ժամանակ մենք շատ սպաներ էլ ունեցել ենք բավական բարձրաստիճան, որ ուղղակի դուրս են եկել։ Դիմում են գրել եւ դուրս են եկել։ Եվ մենք առիթը օգտագործելով նաեւ ասում ենք, այ որ այդ բողոքի պրոտեստի գործողությունը հենց այդպես լինի, որ ամբողջ համակարգը գրի եւ դուրս գա, ում վրա է հիմնվելու Փաշինյանը։ Ինչ քաղաքացիական մարդկանցով, քրեական ինչ որ միջավայրով պետք է իր գործողություններին լեգիտիմություն հաղորդի։ Նկատելի է, որ որոշ մարդիկ գնում են այդ այսպես կոչված պատարակին, բայց ներս չեն մտնում, դրսում են կանգնում, կարծես գլխաքանակ ապահովելով, ցույց տալով, որ շատ մարդ կա։ Ուղղակի ներկայությամբ, այսինքն իրենց ասվել է, որ մենք ներկա լինեն այդտեղ, սա ինչ բացատրություն ունի։ Հերնե ջան, պատարակ գնալը, պատարակի մասնակցելը ինքը այդպես ինքը ոչ թատրոն է, ոչ շոու է։ Պատարակին մարդը գնում է պատրաստվելով, ինքը իր հետ զրուցելով, ինքը իր մեջ իրեն արժանի է համարում գնալ պատարակի եւ հաղորդություն ստանալու, որովհետեւ դա մարդու ներաշխարհի, մարդու հոգեվոր ըմբռնումների, ընկալումների հետ կապված լուրջ բան է, որ տեղի ունենում։ Ձևական գնում են իհարկե պատարակի, ձևական գնում են պատարակի, բայց նաեւ այդ մարդիկ, ովքեր որ չեն ապրում հոգեվոր կյանքով եւ չեն հասկանում ինչ է տեղի ունենում այնտեղ խորանի վրա, ինչ է տեղի ունենում ներսում, այդ ամենի պատասխանատվությունը այդ մարդկանց համար շատ ձանձրալի է եւ անհասկանալի է։ Իրենք չեն հասկանում, իրենք այդ բանալիները չունեն, իրենց սրտերը, իրենց հոգիների կողպեքները բացված չեն այդ բանը եւ ես շատ ափսոսում եմ, որ այդպես է։ Իհարկե ոչ թե ափսոսում եմ նրա համար, որ հովանավանք չեն մտել, որովհետեւ չէ դրա մասին չէ, այլ ընդհակառակը, առհասարակ։ Ես ինքս էլ շատ ուշ տարիքում եմ սկսել կամաց գիտակցել եւ փորձել հնարավորինս գնալ, քանի մարդը մեծանում է, այնքան այդ գիտակցությունը իր մոտ գալիս է իհարկե։ Բայց այդ մարդիկ, ովքեր որ հովանավանքի բակում են, այդ մարդիկ պարզապես կապ չունեն այդ ամեն ինչի հետ, կապ չունեն ցավոք սրտի կապ չունեն այդ ամեն ինչի հետ, առհասարակ եթե կապ ունենային իրենք նախ այդտեղ չէին գտնվի։ Եվ եթե կապ չունեն, բայց եկել են լոյալության հանգամանքներից ելնելով, նրանց համար ներսում տխուր է, անհասկանալի ու ձանձրալի։ Եվ ինչ է կարծում առաջիկայում, եթե գնան վաղաշաբաթ, ինչպես որ Փաշինյանը արդեն անոնսել է, աղոթքներն արդեն մայրաթոռում շարունակելու, պետք է կաթողիկոսը կոչնչեցնի, որ իրեն աջակցեն, թե ոչ։ Ես դժվարանում եմ հիմա այդ հարցին պատասխանել։ Որպես քաղաքացի, որպես հայոց եկեղեցու հոտի անդամ քաղաքացի, իմ մղումը դա է, այո, որ մենք
չթողնենք, որ մայրաթոռը ապականվի։ Չթողնենք մայրաթոռը ապականվի։ Բայց մի բան էլ պետք է կարողանանք հասկանալ։ Փաշինյանը ինչ-որ մի բան, որ սադրանք որ անում է, սադրանք անում է նրա համար, որ սադրանքի գնան, պատասխան լինի, կոնֆլիկտ լինի, ծեծուջարդ լինի, արյուն թափվի։ Եկեք չմոռանանք, որ նա այս ամեն ինչ անում է կոնֆլիկտ ունենալու համար, հաղթելու համար, ուժ ցույց տալու համար, վախեցնելու համար, լռեցնելու համար եւ 2026 թվականին վերընտրվելու համար։ Հետևաբար, ձեր հարցին չկարողանալով միանշանակ պատասխան տալ, ես ընդհանուր գծերով պետք է ասեմ, ըստ իրավիճակի, այն ինչ որ ցանկանում է Փաշինյանը անել, այն ինչ արդյունք, որ ինքը ակնկալում է, մեր քայլերի տրամաբանությունը պետք է դրա հակառակ դիրքերից լինեն։ Թույլ չտալ, որ տեղի ունենա այն ինչ որ Փաշինյանը ուզում է։ Եթե մենք կզգանք, որ բավականաչափ կարող ենք հակադարձել եւ թույլ չտալ, որ մոտենա, բնականաբար ամենացանկալի վիճակը դա կլինի։ Ինչեւ տեսնենք գլուխներս ինչ է գալիս։ Շնորհակալ եմ։ Ես եմ շնորհակալ եմ։ Զրուցակիցս Հայ-Ակվե ազգային քաղաքացիական միավորման անդամ Մենուա Սողոմոնյանն էր։ Շարունակեք մեզ հետևել։ Կհանդիպենք։